Ռեյնհարդ Բոնկեի կյանքից։ Ռեյնհարդ Բոնկեն իր վաղ տարիներին չուներ ոչ եկեղեցի, ոչ ամբիոն։ Նրա միակ ավետարանչական գործիքն ակորդեոնն էր, որը նա նվագում էր Աֆրիկայի քաղաքային ավտոբուսի կանգառներում ու փողոցների անկյուններում ամբոխներ հավաքելու համար։ Հենց որ ժողով էր հավաքվում, նա նրանց քարոզում էր։ Դրանք 7 երջանիկ տարիներ էին, երբ Աստված օրհնում էր ամեն ինչ փոքր մասշտաբով, հիշում է Բոնկեն։ Սակայն եկավ մի ժամանակ, երբ նա այլևս չէր համբերում կյանքի կոչելու այն տեսիլքը, որպեսզի ամբողջ Աֆրիկան Հիսուս Քրիստոսի համար կրակով վառվի։ Ինչպես կարող էր նա դա անել։ 1974 թվականին, մի օր փողոցով ակորդեոնը ձեռքին քայլելիս նա լուռ աղոթում էր։ Ուժը լցրեց իմ ամբողջ էությունը, հիշում է նա։ Դա այնպես էր, կարծես ես մի ձայն լսեցի, որը հստակ ինձ ասում էր. «Դու կուզեիր, որ ես քեզ $1 միլիոն տայի»։ Բոնկեն հիշեց այն պահը, երբ պատկերացրել էր, որ ամբողջ Աֆրիկա մայրցամաքում կավետարանի մի գումարով, որը նրան բավականին մեծ էր թվում։ Աչքերը լցվեցին արցունքներով, եւ նա իր ձեռքերը բարձրացրեց արտերը։ «Ոչ, $1 միլիոն չեմ ուզում», պատասխանեց նա։ «Տոր ինձ 1 միլիոն հոգի։ 1 միլիոնով պակաս հոգի դժոխքում եւ 1 միլիոնով ավելի շատ երկնքում։ Դա կլինի իմ կյանքի նպատակը»։ Ռեյնհարդ Բոնկե